Անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտը կարևոր նշանակություն ունի հանցագործությունների կանխման եւ անձի պաշտպանության իրավունքը ապահովելու հարցում հանրաճանաչ է, որ ցանկացած կենդանի օրգանիզմ ունի պաշտպանողական բնազդներ եւ ցանկացած դեպքում, երբ ենթարկվում է որևէ տեսակի հարձակման, ոտնձգության, ապա առաջ է գալիս պաշտպանվելու բնազդը։ Եվ այս դեպքում բացառություն չի նաև անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտը որպես քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանք, այն նախատեսված է քրեական օրենսգրքով եւ կարևոր նշանակություն ունի տուժողի, այսպես ասած, զոհի իր իրավունքները պաշտպանելու հարցում։ Իրավունքի տեսության մեջ ընդունված է, որ պաշտպանվելու իրավունքը դա կենսաբանական, բնական իրավունք է եւ ըստ էության մարդը արդեն իսկ ունի այդ իրավունքը եւ նույնիսկ տեսական վեճեր կան, թե այդ դեպքում ինչու է պետությունը սահմանում այդպիսի իրավունքը առանձին իրավանորմերով, սակայն դրա սահմանումը էական կարևոր նշանակություն ունի, քանի որ անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտը սահմանելով կանխվում են պաշտպանվելու բնագավառում առաջացող այն հնարավոր իրավիճակները, որոնք կարող են օրինակ բերել հաշվեհարդարի, ինքնադատաստանի կամ վրեժխնդրության եւ այդպիսի այլ դրսեւորումների, այսինքն օրենքը սահմանելով այդպիսի իրավիճակներից զերծ է պահում անձին եւ պայմանական տուժողը այս դեպքում ունի որոշակի սահմաններ եւ պետք է գիտակցի, թե ինչ պայմաններում պետք է կիրառի անհրաժեշտ պաշտպանության իր հնարավորությունը։ Անհրաժեշտ պաշտպանության իրավիճակը գնահատելիս միշտ էլ ի հայտ են գալիս պրոբլեմատիկ հարցեր, հատկապես եթե դեպքը տեղի է ունեցել ոչ ակներևության պայմաններում եւ պայմանական առկա են երկու կողմեր՝ ենթադրյալ ոտնձգողը եւ այդ ոտնձգությունից պաշտպանողը, բնականաբար կողմերից յուրաքանչյուրը յուրովի է ներկայացնում դեպքը, իրադարձությունը, հասկանալի է, որ այսպես պայմանական ասած տուժող կողմը, զոհ հանդիսացող կողմը պետք է ձգտի իրավիճակը ներկայացնել անհրաժեշտ պաշտպանության սահմաններում, այս իրավիճակները լուծելու համար կարևոր նշանակություն ունի դետալային քննության կազմակերպումը, որովհետև առանց դետալային քննության կազմակերպման հնարավոր չի լինի անհրաժեշտ պաշտպանության իրավիճակը օբյեկտիվորեն գնահատել եւ դա զատել արդեն իսկ իմ կողմից նշված այն իրավիճակներից, երբ խոսքը կարող էր վերաբերվել արդեն ոչ թե պաշտպանությանը, այլ վրեժխնդրության, հաշվեհարդար տեսնելուն, ինչպես նաեւ օրենսդրությամբ նախատեսված են նաեւ պաշտպանություն սադրելու դեպքերը, երբ անձը վնաս պատճառելու նկատառումներով կարող է սադրել պաշտպանության իրավիճակ։ Իհարկե սպառիչ չափանիշներ չկան եւ չեն կարող լինել, օրենսդիրը չի կարող սահմանել այն բոլոր սպառիչ չափանիշները, որոնց գնահատմամբ հնարավոր կլինի իրադրությունը գնահատել որպես անհրաժեշտ պաշտպանության վիճակում կատարված։ Սակայն եւ օրենսդրությամբ եւ տեսական գրականությամբ ամրագրված են ընդհանուր չափանիշներ, որոնք պետք է գնահատել այդպիսի իրավիճակներում քննություն կատարելիս։ Մասնավորապես ընդհանուր չափանիշներից են այն, որ ոտնձգությունը պետք է լինի վտանգավոր, պետք է լինի հանցավոր եւ իրական։ Մնացած բոլոր չափանիշները արդեն ենթակա են իրավիճակային դեպքում քննության։ Մասնավորապես ոտնձգություն կատարողի եւ պաշտպանողի սեռը, տարիքը, ֆիզիկական հատկությունները, դեպքի վայրը, միմյանց ճանաչելու, չճանաչելու, նույնիսկ լեզվական խնդիրները, այսինքն միմյանց հասկանալու, այս բոլորը արդեն այն չափանիշներն են, որոնք քննություն կատարելու եղանակով պետք է սպառել եւ արդյունքում գնահատել, թե ինչ չափով էր իրավիճակը
համապատասխանում անհրաժեշտ պաշտպանության վիճակին։ 2022 թվականից ուժի մեջ մտած քրեական օրենսգրքով բավական մանրամասն պարզաբանվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակը եւ օրենսդիրը փորձել է հնարավորինս բացատրել, թե ինչ է նշանակում անհրաժեշտ պաշտպանություն, ինչպես նաեւ օրենսդրությամբ պարզաբանված են անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման իրավիճակները, անհրաժեշտ պաշտպանության սադրելու իրավիճակները եւ այն բոլոր հանգամանքները, որոնք կարող են չդիտարկվել, չընկալվել որպես անհրաժեշտ պաշտպանություն։ Կարծում եմ այդ իմաստով օրենսդրությունը բավարար մեկնաբանություններ ունի, բացի այդ եղած բացերը եւ պրակտիկ խնդիրները լրացվում են նաեւ վճռաբեկ դատարանի որոշումներով եւ գտնում եմ, որ ամենայն դեպս այս պահի դրությամբ եւ օրենսդրական կարգավորումները եւ վճռաբեկ դատարանի այս մասով մեկնաբանությունները լիովին բավարար են տվյալ իրավիճակը անհրաժեշտ պաշտպանության սահմաններում կատարված լինելու առումով գնահատելու համար։ Իհարկե, անհրաժեշտ պաշտպանության իրավիճակում կատարված դեպքերը բոլոր դեպքերում կարող են տարբերվել միմյանցից եւ նրանք կարող են նույնական չլինել եւ ամեն դեպքում կարող են առաջանալ նոր իրավիճակներ եւ միշտ անհրաժեշտություն կլինի այդ իրավիճակների մեկնաբանման, նոր մեկնաբանությունների, բայց այնուամենայնիվ եղած օրենսդրական կարգավորումները կարծում եմ, որ բավարար են այդ իրավիճակները գնահատելու համար եւ ամենակարևորը, ինչպիսի օրենսդրական կարգավորում էլ որ արկա լինի, միևնույն է, անհրաժեշտ պաշտպանության իրավիճակը գնահատելու հարցում շատ մեծ դեր ունեն քննություն կազմակերպող մարմինները։ Այսինքն բոլոր դեպքերում շատ մանրակրկիտ քննության պետք է ենթարկվեն արդեն իսկ նշված այն բոլոր պարամետրերը, որոնց մասին մենք արդեն խոսեցինք, սկսած դեպքը տեղի ունենալու միջավայրից, տարիքից, ֆիզիկական հնարավորություններից, սեռից եւ մնացած բոլոր տարատեսակ հանգամանքներից, որոնք կարող են ծագել հենց տվյալ իրավիճակում։ Եթե թվացial վտանգը կանխելու համար անձը իր պատկերացմամբ գործել է անհրաժեշտ պաշտպանության իրավիճակում, ապա եթե անձի համար այդ պահին վտանգավոր իրավիճակը նրա ընկալմամբ եղել է իրապես վտանգավոր, իրապես իրական եւ նա այլ հնարավորություն չի ունեցել կանխել դա, ապա այս դեպքում օրենքը անձի կողքին է, զոհի կողքին է, պաշտպանվողի կողքին է եւ օրենքը այս դեպքում պաշտպանում է այդ անձի գործողությունները եւ դրանք գնահատվում են որպես իրավաչափ։ Դրա վառ օրինակն է, օրինակ, երբ անձը հարձակվում է խաղալիք ատրճանակով եւ եթե անձը չէր կարող գիտակցել, որ ատրճանակը խաղալիք է եւ իրենից չի ներկայացնում այնպիսի վտանգ, որը կարող է սպառնել նրա կյանքին ու առողջությանը եւ դիմում է որոշակի գործողություններ պաշտպանվելու համար, ապա այս դեպքում այդ անձի գործողությունները իրավաչափ են եւ լիովին տեղավորվում են անհրաժեշտ պաշտպանության տրամաբանության տակ։ Հասարակության շրջանում այդպիսի ընկալումներ կան, որ ցանկացած պարագայում անձը կարող է դիմել անհրաժեշտ պաշտպանության, նույնիսկ շատերը օրինակներ են բերում, այդ թվում արտասահմանյան երկրների պրակտիկայից, որ կարող են ընդհանուր մահ պատճառել անձին, ով օրինակ մտել է անձնապատկան տարածք, առանց թույլտվության եւ այլն, բայց իրավիճակը իրականում այդպես չի եւ ոչ բոլոր դեպքերում է անձի գործողությունները իրավաչափ, բոլոր դեպքերում պետք է անձի գործողությունները համապատասխանեն անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության պայմաններին եւ այդ սահմաններից դուրս չգան, որովհետեւ այդ սահմաններից դուրս գալու պարագայում արդեն գործ ունենք անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման կամ ընդհանրապես դիտավորյալ հանցագործության հետ, որպես վառ օրինակ կարելի է ներկայացնել այն իրավիճակը, երբ հանցավորը բռնություն է գործադրել զոհի նկատմամբ, այդ բռնությունն այլևս ավարտված է եւ հանցավորը հեռանում է դեպքի վայրից եւ զոհը փորձում է նույնպիսի բռնություն գործադրել այդ անձի նկատմամբ, այսինքն օրինակ
մեջբերված դեպքում շատ կարևոր է ժամանակային խզումը։ Արդյոք այնպիսի ժամանակային խզում է եղել հանցավոր ոտնձգությամբ եւ զոհի կողմից պատասխան գործադրված, օրինակ բռնության այս շրջանում։ Հետևաբար, եթե այդպիսի իրավիճակներ կան, օրինակ, դա հնարավոր չի գնահատել որպես անհրաժեշտ պաշտպանության վիճակում կատարված արարք։ Կարծում եմ, օրենսդրական փոփոխություններ անհրաժեշտ չեն, այս ինստիտուտի իրապես գործունեության համար շատ կարևոր է, որպեսզի հնարավորինս իրազեկ լինեն քաղաքացիները, որպեսզի ավելի բարձր իրավագիտակցություն լինի այս ոլորտում, որպեսզի հասկանան, որ թեև պաշտպանվելը բնական իրավունք է, բայց դա բացարձակ իրավունք չի եւ սա ինքնին չի նշանակում, որ ցանկացած ոտնձգությունից կարելի է պաշտպանվել ցանկացած եղանակով, որ այս դեպքում նույնպես ինչքանով որ սա նախատեսված է որպես քրեական պատասխանատվությունից ազատելու հիմք, բայց իրավաչափության պայմանները չպահպանելու դեպքում կարող է վրա հասնել քրեական պատասխանատվություն։